Կալիֆորնիայից ավելի քան 100 գործիչներ եւ համակիրներ ապրիլի 15-ին հավաքվել էին նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում նահանգային խորհրդարանի մեջ կայացող հայոց ցեղասպանության ողջակոչման ձեռնարկներին մասնակցելու նպատակով։ Սենատը եւ խորհրդարանը բավարարեցին հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, որոնք ապրիլի 24-ը հայտարարում են Կալիֆորնիայում հայոց ցեղասպանության հիշատակման օր եւ կոչ են անում կոնգրեսին եւ Միացյալ Նահանգների նախագահին, որ նույնպես ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ ընթացքում խորհրդարանը ի նպաստ քվեարկեց Չարլզ Քալդերոնի կողմից ներկայացված այն բանաձևին, ըստ որի հատուկ ցուցատախտակներ պետք է տեղադրվեն 60-րդ ազատողու երկու կողմերին Մոնտեբելոյի հայոց ցեղասպանության հիշարժանը ծանոթելու նպատակով։ Ամեն տարի հիշատակության օրը նշելը կարևոր է, որպեսզի չմոռացվի, չժխտվի։ Պատմական դասը, որ պետք է քաղենք հայերի տառապանքների պատմությունից, ցույց չի տա ապագայում որևէ քաղաքական առաջնորդի մտածել, թե կմոռացվի եւ կրկնել նման ոճիրը։ Էնթոնի Փոթանտինո եւ Հերլեոն հովանավորել էին հայոց ցեղասպանության վերապրողների լուսանկարների ցուցադրությունը, որի բացումը կատարվեց ապրիլի 15-ին։ Արաուշականի եւ Լևոն Փարյանի լուսանկարների ցուցահանդեսը Կալիֆորնիայի խորհրդարանի շենքում կներկայացվի մինչեւ ապրիլի 30-ը։ Ինձ համար ցեղասպանությունը շարունակվում է։ Մենք շատ քաղաքներում իրականացրել ենք այս աշխատանքը։ Վաշինգտոնում, Սան Ֆրանցիսկոյում, Դենվերում ցուցահանդեսի ընթացքում հանդիպել ենք մարդկանց, որոնք ասում էին, որ առաջին անգամ են պարզում, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Մարդկանց, որ լսել էին միայն թուրքերի տարածած ստահոդ լուրերը եւ երեխաների, որոնք տեսնելով այդ նկարները կգան եւ կուսումնասիրեն պատմությունը։ Ողջակոչման ձեռնարկներից հետո Հայդատի հանձնախմբի անդամները հանդիպեցին մի շարք խորհրդարանականների հետ։ Կարդալով թե ինչեր են պատմել վերապրածները, լսելով նրանց, ես չեմ հասկանում ինչպես կարելի է հերքել այլևս։ Ամերիկահայերի եւ Հայդատի հանձնախմբի համագործակցության շնորհիվ Կալիֆորնիան մնում է մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության ճանաչման գործի առաջատարը։ Նշենք նաեւ, որ արդեն 5-րդ տարին է Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-ից 26-ը հայտարարել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին նահանգապետը հանդես է գալիս նաեւ համապատասխան հայտարարությամբ։ Անիտ Հաթևոսյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստաընկերություն, Հատուկ երկիրն այսօրի համար։